Ձեր տատիկին կարող ենք հարտես ցույց տալու գոռալ «Սյունիքը տալիս են»։ Միշտ ապեք, նայեք փաստին։ Մայիսի 13-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է ամերիկյան AECOM ինժեներական և խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներին։ Նրանք Հայաստան են եկել AMN պետքարտուղարության ենթակառուցվածքային համագործակցության շրջանակով։ Նրանց գործը հիմա հող հանձնելը չէ։ Նրանց գործը TRIPP տեղանքի ուսումնասիրություն սկսելն է։ Պարզ ասած, ինժեներները նայում են ճանապարհը, հողը, ռիսկերը, ծախսերը և ինչ կարելի է իրականում կառուցել։ Հաղորդագրության մեջ գրված է, որ AECOM-ը ներկայացրել է տեխնիկատնտեսական գնահատման հիմնական ուղղությունները և ակնկալվող արդյունքները։ Գրիգորյանն էլ խոսել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և Հայաստանի տարածքով բեռների ու ռեսուրսների տարանցման ներուժի մասին։ Հենց այս մասը կփորձեն ծռել։ Որովհետև տեխնիկատնտեսական գնահատում լսելիս մարդը ձանձրանում է, իսկ գաղտնի միջանցք լսելիս վախենում է։ Մանիպուլյացիան այսպես է աշխատում. վերցնում են ինժեներների այցը, դնում են կարմիր քարտեզ, գրում են «Սյունիքը գնաց» ու սպասում, որ մարդը խառնվի իրար, մինչև որևէ փաստաթուղթ տեսնելը։ Բայց ճիշտ հարցերը շատ պարզ են։ Ճանապարհը ով է վերահսկում։ Հայաստանի սահմանապահնե՞րը, թե ուրիշ ուժ։ Որ օրենքն է գործում, Հայաստանի